5 դեմ։ ՔՊԱ-ականները դեմ են, որ խորհրդարանը հայտարարություն ունենա հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով ֆաշիզմը դատապարտող։ Բացասական եզրակացություն։ Պատիվ ունեմ խմբակցությունն է հայտարարության նախագիծը ներկայացրել, տեքստում գրել։ Մեծ հաղթանակը կերտողների ժառանգները 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին, հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ, բայց ֆաշիզմը լիարժեք պարտություն դեռ չի կրել։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ։ Ընդդիմադիրների խոսքով ֆաշիզմի դրսևորում է նաև այն, որ 21-րդ դարում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ստիպեց, որ էթնիկ հայը դուրս գա Արցախից, հայաթափեց հայկական Արցախը։ Ոնց ենք երկու իրադարձությունները 47 տարվա տարբերությամբ խոսքը երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշի ազատագրման մասին է, այս երկու իրադարձությունները կապում իրար։ ՔՊԱ-ականների ելույթներից հասկանում ենք կդատապարտեին ֆաշիզմը, եթե հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով ֆաշիզմը դատապարտող հայտարարությունը Արցախի մասին հիշատակում չունենար։ Խորհրդային Ադրբեջանը նացիստ էր, թե հետո դարձավ նացիստ ձեր ձևակերպում։ Ես չեմ հիշում Տիկին Հակոբյան, դուք կրթությամբ քաղաքագետ եք թե չէ, բայց ազգերը նացիստ կամ ֆաշիստ չեն լինում։ Դա բխում է իշխող կարգից։ ՔՊԱ-ականների համար երկու սպառնալիք կա՝ հայկականությունը եւ հաղթանակը։ Քանի որ իրական Հայաստանը պարտություններով են կերտելու, նկատում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Պարտություն պարտության հետևից բերում եք ու ժողովրդին մատուցում եք, որ դա մեծ հաջողություն է։ Մենք երբեք չենք ունեցել այսպիսի տարակազմիկ, անկախ, ինքնուրույն, ինքնիշխան պետություն, ինչպիսին հիմա ունենք։ Եվ ամբողջությամբ այդ տարակազմիկ ինքնիշխան պետության անվտանգությունը հանձնել ենք մեր դարերով եկած թշնամուն Թուրքիային եւ Ադրբեջանին։ Չգիտեիք օրինակ մեր թշնամիներն են։ Իշխանականների համոզմամբ հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով ֆաշիզմը դատապարտող հայտարարության տեքստում, եթե հիշատակում կա Արցախում կատարվածի մասին, պետք է հիշատակում լինի նաև սովետական միության բռնաճնշումների մասին։ Մեծ անհրաժեշտություն կա այդ խորհրդային բանակի մարշալներից մեկին, մարշալ Խամփերյանցին, խորհրդային միության կողմից գնդակահարությանը եւս անդրադառնալ։ Ասում են դաշնակ տանում էին, աքսորում էին։ Ամենաշատը ես կարող եմ խոսեմ դրա մասին։ Ցանկ կար։ Բայց հաղթանակը, որ տարվել է չարիքը վերացնելու համար, հիտլերյան այդ ամբողջ ռեժիմը, ամբողջ այդ թույնը, որ մտնում էր մարդկության մեջ, դրա դեմն առել են։ Հիմա ով որ առել է, պետք է ասենք բրավո։ Բրավո ասելու բան չեն տեսնում իշխանականները հայրենական պատերազմի 80-ամյակի հիմքով ֆաշիզմը դատապարտող հայտարարություն ունենալու մեջ։ Հայտարարում են, Հայաստանը զորախումբ չի ուղարկել Մոսկվա շքերթի, դրա համար ՀՀԿ-ն փորձում է հայտարարություն ընդունել։ Այսինքն սրանով մենք փոխհատուցում ենք այդ բացը, որը 70-ամյակին պաստորեն չկար։ ՔՊԱ-ականների դիրքորոշման հարցում իրավիճակ չի փոխում անգամ հիշեցումն այն մասին, որ իրենց պապերն են կռիվ տվել հայրենականում հանուն հայրենիքի։ Խորհրդային Հայաստանի հայտարարության տեքստ։ Ընդդիմադիրներն անհրաժեշտ են համարում հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով ֆաշիզմը դատապարտող հայտարարություն ունենալու հարցը օրակարգում պահելը ժողովրդի հիշողության համար։ Թե չէ, միամտություն է կարծել, որ հայրենականի հաղթանակը կգնահատի այն թիմը, որը Արմեն Գրիգորյան ունի։ Արցախցի Փաշինյանական, որը բոլորովին վերջերս Հայաստանի անվտանգության քարտուղարի դիրքերից է հայտարարել մայիսի 9-ն իր համար եռատոն չէ։ Ձեզ համար այսօր եռատոն է, պարոն Գրիգորյան։ Ոչ։ Այ դրա համար է արվում, նաև։ Որ չանարգի են մարդկանց զոհությունները, որոնք արել են, ինքը լինելով այդ հողուջրի զավակ։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։